երբ որ 1950-ականներին Իսրայելի վարչապետն էր Դավիթ Բեն-Գուրիոնը, Բեն-Գուրիոնը սկսել էր հասկանալ, որ հրեական հասարակությունը, ինչպես ինքն էր նշում իր հուշերում, մոռացել է նացիզմի սարսափները, թե ինչի միջով է հրեա ժողովուրդը անցել, եւ այդ ժամանակ նա իր մոտ կանչեց Իսեր Հարելին, որը հանդիսանում էր հրեական ամենահայտնի, ինչպես նաև աշխարհի մասշտաբով երևի թե ամենահզոր հետախուզական կառույցներից մեկի Մոսադի ստեղծողը, եւ հանձնարարեց, որպեսզի նա սկսի հրեա ժողովրդի դահիճների կամ ֆիզիկապես հայտնաբերումը եւ ոչնչացումը կամ որոշներին նաեւ բերման ենթարկել եւ դատելը,